Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աշխարհի ժողովուրդներին է հղել Սուրբ Ծննդյան ուղերձը։ Ուղերձը Սուրբ Պետրոսի հրապարակում նա արտասանել է Սուրբ Բազիլիկայում Քրիստոսի ծննդյան տարեդարձին նվիրված պատարագից հետո։ Խրատական իր խոսքում Հովվապետը հորդորել է մարդկանց հրաժարվել թունավոր արարքներից եւ խորհել բարգավաճման ու բարեկեցության մասին։ Նրա խոսքերով Հիսուս Քրիստոսը իր Սուրբ Ծնունդով կոչ է անում մեզ գործել խոհեմությամբ, ողորմածությամբ եւ կարեկցանքով։ Ֆրանսիայում անցյալ ամիս իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով Սուրբ Ծննդյան արարողությունները եւ անվտանգության միջոցառումները զուգորդում են միմյանց։ Իսկ Ավստրալիայի վարչապետ Մելքամ Թըրնբուլը Սուրբ Ծնունդը տոնում է այլոց ծառայություններ մատուցելով։ There is no better example. Չկա սիրո ավելի լավ օրինակ, քան իրական կյանքում Հիսուսի օրինակին հետևելը, օգնելով մարդկանց, ովքեր տառապում են կամ նրանց, ովքեր ստիպված են պայքարել տարբեր պատճառներով, ասել է վարչապետը։ Ինչ վերաբերում է ծովափերին, Ավստրալիայում դրանք լի են մարդկանցով, քանի որ այս մայրցամաքում այսօր ոչ թե ձմեռ է, այլ ամառ, որտեղ անց են կացվում Սուրբ Ծննդյան ծովային ջրային միջոցառումներ։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։